Անդիմության ներկայացուցիչը ասում է ձեր իդեալը բանի հոգևորականի Նավասարդ Կճոյանն է եւ դուք ուզում եք նրա միջոցով։ Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել, եթե Գարեգին բն Էրիկա կամ Կտրիչ Ներսիսյանը Արեք դե ժողովուրդ, մի հարամարեք։ Չէ։ Տրամաբանությունը կոտրվեց։ Պարոն Ղազարյան, ձեզ նկատողություն եւ նախազգուշացում։ Շատ լավ։ Եթե ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ եւ իր հետ կքննարկեն ամենայն հարգանքով այդ օրակարգը։ Ես չեմ ասել երբեք, որ գիտեք ինչ կան մերոնքականներ եւ կան ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարա բարեվարկության կանոնները պահի, մյուս մասը չպահի։ Ես միշտ ասել եմ եւ իմիջայլոց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է։ Բարեվարկության կանոններ եւ այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Ես ավելին աշխատանքային մակարդակով ասել եմ, որ ես այո կարծում եմ, որ նաեւ պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար։ Բայց խոսքը այո մեր ազգային արժեքների պահպանության մասին է, որովհետև մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց այդ փաստի բերումով։ Մենք ոնց կարանք ժողովուրդ, լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ, քաղաքական, մենք ոնց կարանք հանդուրժենք, որ մեր սրբություն սրբոցը ախտահարված է։ Լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ։ Ուզում եք վեհափառ ասենք, ուզում եք Գարեգին Բ ասենք, ուզում եք Կտրիչ Ներսիսյան ասենք, ինչ ուզում եք ասեք։ Այդ ամեն ինչից անդին կամ փաստեր, որոնց մասին գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր հավատացյալ։ Այդ լեգիտիմության խնդիրը տեղ է, լեգիտիմությունը գեր կարևոր հարց է։ Այսօր